Ժպիտ, լավատեսություն, բարձր տրամադրություն եւ իհարկե հետաքրքիր հյուր։ Իմիջն է ձեր եթերում։ Մեր այսօրվա հյուրը մի մարդ է, ով ամեն օր վերցնում է պատասխանատվություն։ Ընտանիքի հանդեպ, ընկերների հանդեպ, իրեն վստահող մարդկանց հանդեպ եւ ամեն վարքյան հայրենիքի հանդեպ։ Նա մարդ է, ում համար պատասխանատվությունը ընտրություն է։ Երևան բժշկական կենտրոնի համահիմնադիր Հայկ Բալայան։ Ամեն օր առավոտյան տանից դուրս գալիս նստում եմ ավտոմեքենաս եւ ճանապարհվում եմ աշխատավայր։ Անցնելով մեր սիրելի Կազիրոկ սրճարանի կողքով, վերհիշելով մեր շատ սիրված Տիկին Ռիփսիկին, բոլոր այն մարդկանց, ովքեր ստեղծում էին Կազիրոկի կոլորիտը, տարբեր արվեստագետներ, մեր թաղամասի բնակիչներ, ուղղակի քաղաքի հարգված, սիրված մարդկանց, ինձ համար շատ հոգեհարազատ ճանապարհ է այս ճանապարհը, որ ես գնում եմ դեպի աշխատավայր, քանի որ անչափ շատ եմ սիրում մեր Երևանը։ Իրոք ես ապրում եմ մեր քաղաքի թե ծառերով, թե մայթերով, թե շենքերով, այն տրադիցիաներով, գրված, չգրված օրենքներով։ Ինչպես նաև այս ճանապարհը, որը շատ երկար չի, բայց միևնույն ժամանակ կարճ էլ չի, մոտ մի 15-20 րոպե տևում է։ Մտորում եմ, ամբողջ օրս սենց դիմացովս անցնում է, հիվանդներից մասին եմ մտածում, նախորդ օրվա վիրահատվածների, այսօրվա, որ պետք է վիրահատեմ, արդեն պատկերացնում եմ ոնց ենք սկսելու, ինչա լինելու, ինչ ծավալա լինելու։ Եվ այս կարճ եւ միևնույն ժամանակ երկար ճանապարհը ինձ մի հնարավորություն եւ ուժ է տալիս ամբողջ օրս, ամբողջ շաբաթս մտորելու, մարտահրավերներին դիմակայելու, պատասխանատվության զգացմունքից երբեք չհոգնելու մի ուժ է տալիս այս ճանապարհը եւ ես գիտակցում եմ, որ Աստված միշտ ներկա է այս ճանապարհի ժամանակ ինձ հետ։ Բարև ողջույններ։ Շնորհակալ եմ, որ ընդունեցիք իմ հրավերը եւ եկաք զրուցելու։ Փոխադարձաբար ես էլ եմ շատ շնորհակալ, որ հյուրընկալվել եմ ձեզ մոտ։ Ես ես սուրճ եմ հյուրասիրում ու Մարաշիից քաղցրավենիք։ Սուրճ սիրում եք։ Սիրում եմ, այո։ Իսկ քաղցրի հանդեպ։ Քաղցրն էլ սուրճի հետ առավելապես։ Հյուրասիրվեք, սրճենք եւ զրուցենք։ Ահա, շնորհակալ եմ։ Հայկ, ձեր աշխատանքային օրը որպես կանոն սկսվում է ձեր բակի մատուռից Երևան բժշկական կենտրոնի։ Ինչու է դա ձեզ համար կարևոր։ Դա սովորություն է, թե պահանջմունք է։ Երևի պահանջմունք, սովորություն այնքանով, որ այսպես թե այնպես գալիս եմ աշխատանքի, բայց այդ պահանջմունքը լինում են շատ օրեր, որ հարևանությամբ էս մեր տաղավարի, մեր Սուրբ Զորավոր եկեղեցին է, ամեն երկուշաբթի անպայման այդտեղ եմ մինչև աշխատանքի մտնում եւ ամբողջ շաբաթվա համար առ Աստված խնդրում եմ, որ այս մոտակա շաբաթը մեզ պահի, պահպանի, մեր հիվանդներին պահի, պահպանի, մեր գործը, մեր ծնողներին, երեխաներին։ Իսկ մատուրը առավելապես էլի արդեն հենց աշխատավայրում է, մնացած օրերը անպայման մատուր եմ մտնում նույն խնդրանքներով։ Երբ բարձրանում եք կաբինետ, ո՞րն է այն միտքը, առաջին միտքը, որով սկսվում է աշխատանքային օրը։ Երբ բարձրանում եմ կաբինետ, միտքը, որ այսօր եւս նոր մարտահրավերներ դիագնոզների առումով, որոնք պետք է հաղթահարվեն։ Երևան բժշկական կենտրոնը բացվել է 2007 թվականին եւ 2025-ի մայիսից սկսվեց ռեստարտի ժամանակաշրջանը։ Այ խնդիրներ, որոնք հաղթահարեցիք այս ընթացքում։ Բազմաթիվ խնդիրներ, շատ լուրջ տարի էր այդ առումով, քանի որ Հայաստանի բոլոր հիվանդանոցները, կլինիկաները պետք է պարտադիր մինչև հունիս ամիսը վերալիցենզավորվեին
բոլոր բուժհաստատությունները, ինչպես նաև մենք։ Առաջին քայլը դա էր, որ բազմապրոֆիլ բոլոր ծառայություններով մենք վերալիցենզավորվեցինք, այսինքն համապատասխան հագեցվածություն թե գույքային, թե կադրային, եւ սկսեցինք վերաբացման աշխատանքները եւ արդեն հունիսի 1-ից բազմաթիվ հիվանդների վիրահատել ենք, ճանապարհել ենք եւ շարունակում ենք առ այսօր գնալով առաջ։ Եթե մենք փորձենք ներկայացնել կարճ այցեքարտը, Երևան բժշկական կենտրոնի, դա ինչպես կհնչի։ Մեզ մոտ բուժվող բոլոր հիվանդները մեր հարազատներն են եւ բարձր որակի պրոֆեսիոնալ հոգատար վերաբերմունք անխտիր բոլորի նկատմամբ։ Չկա, չպիտի լինի որևէ դժգոհ բուժառու։ Ինձ համար մեծ պատիվ է խոսել Երևան բժշկական կենտրոնի մասին, որը երկար տարիներ աշխատում է որպես առաջատար բժշկական հաստատություն եւ ծառայում է մեր սիրելի քաղաքացիներին։ Երևան կենտրոնը ոչ միայն բժշկական հաստատություն է, այլ նաեւ շատ արագ տեմպերով զարգացող համակարգ։ Ի շնորհիվ իր բժիշկների, մասնագետների եւ ինչու՞ չէ նաեւ օժանդակ սպասարկող անձնակազմի։ Մեր կենտրոնում համադրվում են փորձառու բժշկական մասնագետները եւ ժամանակակից առաջատար բժշկական համակարգերի աշխատանքը։ Մշտապես աշխատում ենք մեր կենտրոնի զարգացման եւ առաջատար հետազոտությունների ախտորոշման մեթոդների ներդրման վրա։ Կենտրոնի կարևոր ուժն է մեր բժիշկները, մեր լաբորանտները, մեր օժանդակ անձնակազմը, որի ամենօրյա աշխատանքի շնորհիվ կենտրոնը ձեռք է բերում նոր հաջողություններ եւ ապահովում է բարձր որակյալ սպասարկում։ Կոլեկտիվում համեմատաբար նոր եմ, սակայն արդեն հասցրել եմ ճանաչել Հայկ Զորևիչին։ Աննկարագրելի մեծ սիրով ու պատասխանատվությամբ, գերպատասխանատվությամբ է մոտենում յուրաքանչյուր անգամ անկարևոր թվացող հարցի։ Անում է ամեն հնարավոր ու անհնար բան, որպեսզի ամեն ինչ լինի այնպես, ինչպես կարգն է։ Շատ խստապահանջ է, բայց միևնույն ժամանակ շատ բարի։ Հենց դրա շնորհիվ էլ ունենք շատ լավ կոլեկտիվ, շատ լավ մասնագետներ, ու մեզ համար առաջնահերթ է բուժառուի առողջությունը, ապահովությունը, կոմֆորտը, հետո արդեն մնացած բաները։ Հայկ Զորիչը լինելով վիրաբուժական բաժանմունքի ղեկավար հոգ է տանում թե ամբողջ անձնակազմի, թե բոլորին անհատապես։ Առաջնահերթությունը տրվում է պացիենտի անվտանգությանը, առողջությանը, այսինքն կարիքի դեպքում պետք է բոլորը համախմբվեն պացիենտի շուրջ, ամեն մեկը իր գիտելիքի սահմաններում, իր մասնագիտության սահմաններում, որպեսզի կարողանանք օգնել պացիենտին մաքսիմալ։ Հայկին դիմում են նաև այն տեսակ մարդիկ, ովքեր Elճար չկա կամ ֆինանսի հետ կապված բան ու հաստատ գիտեմ, որ Հայկից օգնություն են ստանալու։ Ես մեկ-մեկ ասում Հայկո ջան, բայց այդպես չի կարելի, դու քո գործին պիտի նայես, բան ասում է դե մարդ է։ Այսինքն բժշկի առաջին ֆունկցիան օգնել եւ փրկելն է, որը անում է ինքը բացարձակ ճշգրտորեն ու հաստատ Աստծոց կստանա, հաստատ։ Դուք ամեն օր վիրահատում եք եւ անընդհատ վերազինվում եք, այ ինչ է պետք, որ վիրահատարանում դուք ձեզ շատ լավ զգաք։ Նախ շատ կարևոր է, որպեսզի լինի պրոֆեսիոնալ թիմ, թե վիրահատարանի բուժքույրը, թե քո թիմը, դու, քո ասիստենտը, անեստեզիոլոգը, իր բուժքույրը, դա մեկ, եւ շատ կարևոր է, որ հագեցված լինի ժամանակակից գործիքակազմով, որը մեր գործը իսկապես եւ արագացնում է եւ մենք ենք նույնիսկ հաճույք ստանում, որ տեսնում ենք նույն բանը տարիներ առաջ այսքան կտևեր, այսքան կտանջվեիր, այսքան ժամանակ կօգտագործեիր, հիմա այդ ժամանակակից սարքերի միջոցով բավական արագացնում, դյուրինացնում եւ տրավմատիզացիան նվազեցնում է։ Այդ ամենը շատ կարեւոր է, որպեսզի մեր վիրահատությունները անցնեն բարեհաջող։ Թիմից ինչ եք պահանջում վիրահատարանում։ Թիմից պահանջում եմ լավ տրամադրություն, չփնթփնթալ, չդժգոհել եւ հիվանդին վերաբերվել ինչպես իրենց բարեկամներին, ծնողներին, երեխաներին։
ես տեսա մարդ, որը որ պատրաստ է, որը որ թիկունք է մեզ համար, եւ ես կարող եմ մի հատ դեպք պատմել, վիրահատություն ենք անում, եւ իմ վիրահատությունը մի քիչ բարդ էր սովորականից, եւ Հայկ Զորիչը այդ պահին լվացվեց եւ եկավ ինձ օգնության։ Իհարկե, ընդհանուր վիրաբույժ լինելով հանդերձ, նա ինձ օգնեց անոթային վիրաբուժության մեջ, այսինքն իմ վիրահատության մեջ, եւ դա ինձ գիտեք այնպես ուրախացեց, որովհետև ամեն մեկը չի, որ կարող է քեզ այդ պահին օգնության գալ, բայց Հայկ Զորիչը ցույց տվեց, թե ինչքան ինքը մեծահոգի մարդ է, պրոֆեսիոնալ է, ոչ միայն իր ընդհանուր վիրաբուժության մեջ, իր մասնագիտության, նաև անոթային վիրաբուժության մեջ։ Եվ ես շնորհակալ եմ, որ եկել եմ հենց այս կենտրոն ու աշխատում եմ հենց այս կենտրոնում, որովհետև այս կենտրոնում գործում է ամենաբարձր մարդկային արժեքները։ Այստեղ բոլորը միասնական են, շատ լավն են, ես էլի եմ ասում, որ դա գալիս է մեր ղեկավարից, մեր բաժանմունքի ղեկավարից Հայկ Զորիչից, որտեղ մենք այդ ամեն ինչը սովորում ենք իրենից։ Կա վիրահատություն, որից հետո դու այլևս նույնը չես։ Կարծում եմ, չէ, չկա։ Միշտ նույնն ենք լինում, կարող է շատ հոգնենք, հուզվենք, բայց մնում ենք ինչպես որ կանք։ Իսկ ինչպես եք կարողանում կառավարել պատասխանատվության այն ծանրությունը, որ հիվանդի կյանքը բառացիորեն ձեր ձեռքերում է։ Հատուկ գործողություններ դրա համար չենք անում։ Ինձ թվում է ինչ որ ուժ Աստծո օրհնությունը, իմ կամքը, իմ ցանկությունը, իմ սերը, իմ մասնագիտության հանդեպ բերում է նրան, որ բարեհաջող մենք հաղթահարելով գնում ենք առաջ։ Ես եղել եմ Հայկ Բալայանի վաղ շրջանի հիվանդներից, լավ փորձարկումներ է արել կարծում եմ ինձ վրա, բայց ես շատ թեթև եմ անցել, ինչպես ասում են, իր ձեռքն էլ շատ թեթև էր։ Հայկը շատ ուշադիր բժիշկ է, ես մենակ պացիենտ չեմ ասում, ես ասում եմ նաև մեր ամբողջ կյանքի ընթացքում, ինչքան որ հանդիպել ենք, այդ հեռախոսը երբեք չի դադարում, զանգ, ասենք հանգստի ժամին էլ, հա, ես կար ժամանակ մտածում եմ, դե անջատի վերջացնենք, հետո էլ հասկանում ես ինչ է անջատի, մարդը կյանքերի հետ է խաղում, քո դերասանությունը չի, որ կարաս անջատես, մի կես ժամ հետո խոսես, շատ կարևոր մասնագիտություն ունի ու կարծում եմ, որ այդ ամեն մարդ չի, որ պիտի մոտենա բժշկությանը։ Թվում է, թե եթե ես էլ արյունից չեմ վախենում, բայց ես չեմ կարող բժիշկ լինել զուտ նաև այդ գերպատասխանատվության զգացողությունից ելնելով։ Արդյոք հնարավոր է սովորել չվախենալ սխալվելուց։ Իհարկե հնարավոր է եւ դա կարծում եմ երիտասարդ տարիներից պետք է վիրաբույժի մոտ զարգանա չվախենալու զգացողությունը։ Որովհետև երբեմն պետք է ամենաէքստրեմալ իրավիճակներից գտնել հնարավոր լավագույն լուծումները եւ այդ ժամանակ այդ չվախենալը շատ կարեւոր է, չէ՞։ Շատ կարեւոր է, պետք է դատես արագ, կողմնորոշվես արագ, որովհետև ընդհանուր վիրաբուժությունը դա մի իրավիճակ է, երբ դու ինչքան էլ նախնական ախտորոշված է, դու մոտավոր գիտես ինչ ծավալի հետ ես գործ ունենալու, բայց ընդհանուր վիրաբուժությունը տոկոսային առումով շատ բարձր է, երբ որ դու որովայնահատում անելուց հետո մի իրավիճակի ես հանդիպում, որը չես էլ պատկերացրել, որ նման ծավալ պետք է քեզ սպասի այդ վիրահատությունը եւ դու պետք է շատ արագ կողմնորոշվես, առանց վախենալու, առանց պանիկա անելու եւ այդ նոր մարտահրավերը նույնպես հաղթահարես եւ հիվանդի կյանքը փրկես։ Լավ վիրաբույժը տեխնիկաներին լավագույն տիրապետողն է, թե մարդու մարմինը լավ կարդացողը։ Մարդու մարմինը լավ կարդացողը իր փորձը արդեն տարիների ընթացքում այնպես հղկված լինի, որ արդեն նախնական ինքը պատկերացնի ինչ է սպասում իրեն, իսկ տեխնիկան նաև շատ օգնում է, որ արագ եւ ավելի դյուրին ու հեշտ լինի։ Երբեմն նախավիրահատական հետազոտությունների չհիմնավորված մեծ ծավալը պացիենտներին շատ մեծ հուսահատության մեջ է գցում, իսկ լավ դիտողը կարող է դա կրճատել, չէ՞, լավ ախտորոշողը։ Կա նման բան, որ բուժառուն մի մեծ փաթեթով արդեն ամիսներ, տարիներ հետազոտվում է եւ իր գանգատների բանալին այդպես էլ բուժման չի գտնվում։ Այդ իսկ պատճառով, եթե հարցնեք նաև որն է ձեր ուղեցույցներից ձեր հիվանդանոցում բուժման հետ կապված բուժառուների, որ ոչ թե ախտորոշումը մինիմալիզացնել, այլ թիրախային ցուցումով, եթե տվյալ բուժառուն օրինակի համար որովայնի խոռոչում ինչ-որ մի պաթոլոգիայի կապակցությամբ պիտի վիրահատվի, իրեն պետք չի
ավելի դժվար մատչելի հետազոտություններ անել, եթե ուղեկցող այլ հիվանդություն չունի եւ այդ ցուցումը չունի։ Այսինքն կոնկրետ թիրախային հետազոտել, արագ ախտորոշել եւ հարցին լուծումը տալ վիրահատական միջամտությամբ այդ խնդրը վերացնելու։ Իմ բարեկամները շատ-շատերն են Հայկի ձեռքի տակով անցել։ Մեր տան շտապօգնությունն է, էլի, այսինքն ինչ կլինի, չի լինի, մի հատ Հայկ ջան կարանք խորհրդակցենք բան, եւ ես Հայկին ինչով եմ գնահատում, ինքը այն բժիշկներից չեմ ասում նաեւ որպես քավոր սանիկ վիճակով, չի, իրապես մարդ պետք է իրերը կոչել իրենց անուններով, Հայկը այն իմաստով է կարգին մասնագետ, որ փող աշխատելու մասին չի։ Մարդն չի գնում բժշկի, վախենում, ասում, տունս տեղս կծախեմ, տակից դուրս չեմ գա։ Իսկ Հայկի դեպքում հակառակը կարող եմ ասել, ես մեկ-մեկ սիրում եմ ճոխացնել ինչ-որ սիտուացիա, Հայկին չես կարծում, գուցե ես սրա կարիքն ունեմ, բան, այ մարդ գնա մի հատ բան տաք չայ խմի, դիետա պահի ամեն ինչ կանցնի, այսինքն այդ թեթևացնելու իր հատկությունը, ոչ թե հակառակն անելու։ Բժիշկներն ինչ են անում, մի հատ պզուկ են տանում, այս գիտես, այս ինչ է, այս սրանից հետո ծնվելու է քաղցկեղ, այս ու դու գնում ես ամբողջությամբ։ Հայկը դրա հակապատկերն է։ Այսինքն ամեն ինչ անի, որ մարդը իրան թեթև ու տրամադրությունը լավ լինի։ Այդ կարծում եմ համար 1 բժշկի հատկանիշը պիտի որ լինի։ Այդ իմ կարծիքով։ Դուք ինչ եք զգում ծանր եւ ուշացած դեպքերի ժամանակ։ Ջղայնանում եմ, որ ափսոս է, որ կարելի էր այդ նույն բուժառուին շատ հեշտ, արագ եւ ինքը չէր չարչարվի, երկար հաշմանդամի կարգավիճակում չէր մնա եւ մենք այդքան չէինք չարչարվի այդ հիվանդի վրա, շատ արագ կլուծեինք այդ հարցը, եթե ինքը գար, օրինակ մի քանի օր առաջ կամ առաջին նախանշանների ժամանակ, այդ ափսոսանքի զգացումը թե հիվանդի համար, թե մեր չարչարանքի համար, այդ եմ զգում։ Երևան բժշկական կենտրոնում կատարվում է ընդհանուր եւ լապարասկոպիկ վիրահատությունների ամբողջ ծավալը, չէ՞։ Այո, ամբողջ ծավալը, եթե թվարկեմ շատ երկար կտևի, բայց հակիրճ փորձեմ, դա օրինակ լեղաքարային հիվանդություններ, որովայնի խոռոչի բոլոր տեսակի պաթոլոգիաները, ճողվածքներ, հետվիրահատական, աճուկային, ազդրային, լյարդի վիրահատություններ, էխինակոկներ, վահանաձև գեղձի վիրահատություններ, զոբը, պրոկտոլոգիական բոլոր ծավալները, անալ ստրիկտուրաներ, ճաքեր, պարարեկտալ խուղակներ, տարբեր տեսակի թարախանեկրոտիկ պրոցեսներով հիվանդություններ, նորագոյացություններ, հաստ աղիքի, ստամոքսի ուռուցքներ, խոցեր, աղիքային անանցանելություններ, որոնք կյանքի հետ արդեն անհամատեղելի վիճակում են եւ հիվանդներին շտապ կարգով բերում են։ Այդ բոլոր ծավալը կատարվում է մեզ մոտ, թե որը որ պետք է բաց եղանակով արվի, որը որ պետք է լապարասկոպիկ եղանակով արվի։ Բայց մնացած բոլոր ծառայություններն էլ կան, չէ՞։ Քիթ կոկորտ ականջաբանություն։ Ունենք շատ լավ քիթ կոկորտ ականջաբանական ծառայություն, դիմացնոտային ծառայություն, գինեկոլոգիական ծառայություն, անոթային վիրաբուժության ծառայություն, թերապևտիկ մասնագետներ ունեն, գաստրոենտերոլոգ, նյարդաբան, ալերգոլոգ, մաշկաբան եւ շատ հմուտ եւ երիտասարդ եւ արդեն փորձառու մասնագետների թիմով ենք համալրված։ Մենք կատարում ենք վիրահատական միջամտություններ, դեղորայքային բուժում, սկլերոթերապիա, կատարում ենք փոքր մասշտաբի ամպուտացիաներ։ Այստեղ կարևորը գիտեք ինչն է, երբ որ բուժառուն գալիս է բժշկի մոտ, նա գալիս է բուժվելու նպատակով։ Նա գալիս է, որ ստանա այն հոգևոր սնունդը, այդ բժշկից ստանա դրականը, այն որ ինքը դրական մոտիվացիայով դուրս գա հիվանդանոցից, որովհետև դա շատ կարևոր է բուժառուի համար, ու մենք բաժանմունքով այդ ամեն ինչը տալիս ենք։ Վիրաբուժական բաժանմունքը բազմապրոֆիլ է, ես լինելով պլաստիկ եւ միկրովիրաբույժ, ունենալով բազմամյա տարիների փորձ, կարողանում եմ կատարել տարբեր տեսակի պլաստիկ, վերականգնողական, էսթետիկ վիրահատություններ։ Հնարավորությունները շատ մեծ են բաժանմունքի, կա հետվիրահատական սրահ, վերակենդանացման բաժանմունք, որը ապահովություն է ներշնչում թե մեզ, թե պացիենտների համար։ Մեզ մոտ կատարվում են պլաստիկ, էսթետիկ վիրահատություններ ամբողջ ծավալով, ու մեզ համար շատ կարևոր է պացիենտի հետ նախավիրահատական քննարկումը, որպեսզի հասկանանք ինչ սպասելիքներ ունի բուժառուն տվյալ վիրահատությունից, արդյոք դրանք ռեալ են, ու հետո արդեն հասկանանք ինչքանով է ռեալ դրանք իրականացնելը։
Շատ կարևոր է, որպեսզի արդյունքը լինի գոհացնող առաջին հերթին բուժառուի համար, լինի բնական, ներդաշնակ, որպեսզի չունենանք արհեստական ինչ-որ արդյունք։ Ինչ սկզբունքով եք դուք ձևավորել թիմը։ Խնդիրները նախ թիմային աշխատանքի հետ համատեղ աշխատանք, այսինքն թիմային աշխատանքի սովոր բժիշկներ, որպեսզի անհատ չլինեն, այլ թիմային աշխատանք, միմյանց փոխադարձ հարգանք, սուբորդինացիան պահպանելով, իրար շատ սիրելով, թե քույրերը, թե մայրապետները, թե բժիշկները, բայց սուբորդինացիան պահպանելով, պրոֆեսիոնալիզմ, հոգատարություն, չթողնել հիվանդին երկար սպասի, քո անձնական գործերը զոհաբերես հանուն բուժառուների, այդ շրջանակներում է պահանջը մեր։ Ձեր կլինիկան, եթե ես փորձեի մեկ բառով ներկայացնել, շոտ հիվանդակենտրոն կլինիկա է։ Այցելուն մտնում է եւ խնամքի, հոգատարության, պրոֆեսիոնալիզմի ամբողջ ծավալը մեծ չափաբաժնով միանգամից զգում է։ Շատ ճիշտ եք նկատել, Նաիրա ջան, այո։ Աշխատանքի սկզբունքներից առաջնահերթ մի վնասիրն է, որը բժշկության ոսկե օրենքն է, եւ գերադասում եմ կատարել մարմնի փոփոխություններ խելամիտ սահմաններում, էսթետիկ համահունչությունը ապահովելով, որպեսզի չվնասենք պացիենտին եւ ունենանք շատ գեղագիտական տեսք։ Մենք տալիս ենք հոգատարություն, ջերմություն, այստեղից բուժառուն դուրս է գալիս դրական մոտիվացիայով եւ ամենակարևորը մենք այստեղ աշխատում ենք թիմային եւ ամենակարևորը բուժառուները այստեղից դուրս են գրվում լիովին ապաքինված։ Ինչն է ամենադժվարը ղեկավարելիս։ Դժվարություններ շատ կա, միշտ առօրյա խնդիրներ, կենցաղային խնդիրներ, մինչ անձնյա խնդիրներ, որ գալի քեզ հասնում է, պետք է փորձես շտկես։ Շատ դժվարություններ կան, բայց դրանք էլ պետք է չընկճվել, հաղթահարել, լավ մթնոլորտով բոլոր խնդիրների լուծումները տալու։ Իսկ թիմ ղեկավարելն է ավելի դժվար, թե բարդ վիրահատությունը։ Բարդ վիրահատությունը ավելի սիրելի եւ հոգեկան վիճակը ավելի հարմոնիկ ու խաղաղ է, քան ղեկավարելը։ Հայկ Զորիչին ճանաչում եմ բավականին երկար տարիներ, բայց համատեղ աշխատելու ընթացքում, որը մեր աշխատանքը սկսել ենք դեռ 2022 թվականին, բացահայտել եմ նրան նաև այլ կողմերից եւ որպես լավ բժիշկ եւ որպես լավ անձնավորություն եւ յուրահատուկ վերաբերմունքով յուրաքանչյուր պացիենտի նկատմամբ։ Հատուկ ուզում եմ շեշտել, որ Հայկ Զորիչի նման վերաբերմունքը ոգևորում է բոլորիս եւ մեզ ավելի պարտավորված է դարձնում ամենօրյա աշխատանքում։ Ինձ համար ամենալավ մասնագիտությունը դա մարդկիններն է, իսկ Հայկ Զորիչը դրա վառ օրինակն է։ Հայկ Զորիչը շատ լավ մարդ է, շատ լավ ղեկավար, կարգապահ է, խիստ, բայց միևնույն ժամանակ անսահման բարի եւ որպես մարդ եւ որպես մասնագետ իրենից կարելի է անսահման սովորել։ Իր շնորհիվ մեր թիմում ստեղծվել է ջերմ եւ առողջ մթնոլորտ եւ ես շատ հպարտ եմ, որ աշխատում եմ իր ղեկավարած թիմում։ Զուսպ, համեստ, աշխատասեր, գործի գիտակ եւ ինչու՞ չէ նաեւ խստությունը, որը վիրաբուժության մեջ պարտադիր պայման է։ Հայկը ինքը ոչ թե մենակ իր մասնագիտությամբ է բժիշկ, ինքը իր ապրելակերպով է բժիշկ։ Ինքը ամեն հիվանդի հետ սրտացավ իր համար կարևոր չի, ասենք, այդ հիվանդը վճարում արեց, չարեց, ինչ արեց, իր համար կարևոր է արդյունքը։ Ինքը ուրախանում է այդ արդյունքով, որ ինքը կարողացավ եւ արեց։ Կարողացավ ճիշտ ախտորոշում անի եւ ճիշտ բուժի մարդուն։ Իր համար այդ է կարևոր, որտեվ ինքը բացի իր մասնագիտությունով ինքը իր կենցաղով է բժիշկ, ինքը իր հարաբերություններով է բժիշկ, իր ընկերություն անելով է բժիշկ։ Լավ ղեկավարը ով է, արդարը, խիստը, թե հասանելին։ Արդարը, խիստը, հասանելին։ Երեքը միասին։ Ինչպես նաև մենք ունենք տնօրեն, ով
շատ մեծ բեռ նաև ղեկավարության իր վրա է վերցրած։ Ես համահիմնադիր եմ եւ բաժանմունքի ղեկավարությամբ եմ զբաղվում, ինչպես նաև բազմաթիվ հարցեր արդեն համընդհանուր ապահովագրական համակարգ է անցել, այդ ամեն ինչը պետք է անընդհատ կապերը պահես համապատասխան գերատեսչությունների հետ, որպեսզի այդ բուժառուներին ժամանակին ընդունենք, այդ հայտերը ստանան։ Եվ ահագին բեռ նաև տնօրենն է իր վրա վերցրել Սամվել Դիլարյանը, այդ իսկ պատճառով ղեկավարության ժամանակ պետք է եւ տնօրեն, եւ փոխտնօրեն, եւ բաժանմունքի ղեկավարներ նույնպես այդ տանդեմը ճիշտ աշխատի պահեն, այո։ Իսկ ինչ անել, որպեսզի թիմը զարգանա, ոչ թե պարզապես աշխատի։ Թիմը զարգանալու համար պետք է մոտիվացված լինի։ Մոտիվացիան դա նախ ելի եմ կրկնում լավ մթնոլորտն է հիվանդանոցում, ներ կոլեկտիվային լավ մթնոլորտը, ինչպես նաև բուժառուների նկատմամբ լավ մթնոլորտը, այսինքն պետք է կոլեկտիվի անդամը մեծ հաճույքով գա աշխատանքի եւ նորից մեծ հաճույքով գնա տուն։ Բնականաբար շատ մեծ դեր է խաղում գնահատված լինելը թե ղեկավարության կողմից, թե բուժառուների կողմից, լավ վարձատրությունը եւ այդ ամեն ինչը իրար հետ փոխկապակցված են։ Կարող է լավ վարձատրվի, բայց վատ մթնոլորտ լինի, շատ ոչ արդար, այո, եւ աշխատելուցների տեղիք ստանա տվյալ բժիշկը կամ բուժքույրը կամ մայրապետը, այդ ժամանակ ինքը ֆինանսին չի նայում, արդեն նայում է, որ ավելի լավ է։ Այդ բոլորը իրար հետ պետք է համակցված լինեն։ Երբ առաջին անգամ եկա այս հիվանդանոց, ընդունվելու աշխատանքի Հայկ Զորիչի մոտ, անկեղծ ասած, երբ մտա սենյակ, չգիտեմ ինչի մի այնպիսի զգացողություն էր ինձ մոտ, որ ես գիտեք, երբ գնում ես աշխատանքի ընդունելու, լարվում ես այդ առաջին հանդիպումից, բայց ինձ մոտ նայած տպավորություն էր, որ ես եկել եմ, չգիտեմ, ինձ հարազատ կենտրոն, շատ հարազատ, եւ երբ ես սկսեցի խոսել Հայկ Զորիչի հետ, այդ զգացողությունը ամեն տեղ չի, որ այդպես է լինում, բայց զգացողությունը, որ ես եկել եմ հարազատ կենտրոն, եկել եմ մի միջավայր, որտեղ շատ ընտանեկան միջավայր է, ու ես չէի սխալվում, այնուհետև երբ աշխատանքի ընդունվեցի եւ սկսեցի շփվել Հայկ Զորիչի հետ, հասկացա, որ ես գործ ունեմ մարդկային բարձր արժանինքներով օժտված մարդու հետ։ Ինձ այստեղ դուր եկավ մեր թիմային աշխատանքը, միասնականությունը եւ այդ ամենի ղեկավարը Հայկ Զորիչն է, որտեղ այդ ամեն ինչը բխում է իրենից։ Հայկ, ես գիտեմ, որ դուք միշտ վերապահումով եք վերաբերվել բարիատրիկ վիրահատություններին, բայց այսօր ինքներդ վիրահատում եք։ Ի սկզբանե, այո, շատ սկեպտիկ եմ վերաբերվել, երբ որ սկսվեց բարիատրիկ վիրահատությունների բումը, քանի որ ես ինձ նաև համարում եմ եւ այդպես կա միջին տարիքի վիրաբույժ եմ, որը հին զակալկայի վիրաբույժության մեջ եղել է եւ տարիներ շարունակ, երբ որ դեռ չկար հակախոցային այս բուժումները, լավ, էֆեկտիվ բուժումները, որոնք որ հիմա գրեթե ստամոքսի խոցի կապակցությամբ հիվանդը չի վիրահատվում, որովհետև կոնսերվատիվ շատ էֆեկտիվ բուժվում է, բայց երբ որ ես երիտասարդ էի, տասնյակ հարյուրավոր վիրահատությունների մասնակցել եմ իմ ավագ սերնդի ուսուցիչների հետ վիրաբույժների եւ ես գիտեմ թե ինչ բան է ստամոքսի մասնահատումը, իր հետ վիրահատական վիճակը, բարդությունները, որոշակի ինվալիդիզացիան, հետ վիրահատական այդ բուժառուներին ամբողջ կյանք տեսել եմ, գիտեմ ինչ սինդրոմներ, սիմպտոմներ են մնում եւ դա իմանալով շատ սկեպտիկ եմ սկզբից վերաբերվել, բայց ընթացքում մեր գոլեգաները, մեր ընկերները, ինչպես օրինակ մեր ամբիոնի Լևոն Նիկիտիչը, Սևակ Սանասարիչը եւ էլի բազմաթիվ լավ վիրահատողներ կան, բոլորին էլ ճանաչում եմ գրեթե, տեսնելով իրենց աշխատանքը, տեսնելով արդյունքները, բազմաթիվ բուժառուների, որ ես եմ ճանաչում, նույնիսկ ուղղորդել եմ իրենց մոտ վիրահատվել են, հասկացել եմ, որ փաստորեն առողջ ստամոքսը զոհաբերում է այդ ճարպակալումով տառապող բուժառուն, որպեսզի փրկի իր շաքարային դիաբետը, սիրտանոթային համակարգը, անոթները, մնացած խնդիրները կշտկի, բայց կզոհաբերի ստամոքսը, որը ունենալու է այո լուրջ խնդիրներ հետ վիրահատական, որոնք որ պետք է ինքը արդեն կոռեկցիա անի, այդ իսկ պատճառով գնացի վերապատրաստվեցի Շահբազյան Սևակի մոտ,
եւ արդեն պատվիրել եմ համապատասխան սարքավորումները եւ սկսում եմ վիրահատություններ բարիատրիկ նաեւ ես էլ անել։ Դե հետո ճարպակալումը դա դարի խնդիրն է եւ պետք է պայքարել բոլոր միջոցներով դրա դեմ, իսկ կան իրավիճակներ, երբ դա արդեն անհրաժեշտություն է բարիատրիկ վիրահատությունը։ Միանշանակ, որտեղ կան հիվանդներ, որ անհնար է իրենք ինքնուրույն իրենց կամքով փորձեն նիհարեն կան։ Ես էլ եմ շատերին ճանաչում եւ այդ հիվանդը լինելով երիտասարդ տարիքում, բայց կրիտիկական արդեն առողջություն ունի իր քաշի պատճառով, իր սիրտը, իր անոթները, շաքարը իրեն ավելի շուտ շատ լուրջ հանգրվանի կտանեն, քան այս վիրահատվելուց հետո թեկուզ մի քիչ թերի լինի կյանքը, էլ ցոպուշով այդ կյանքով ուրախանալ, գերուխումների չեն մասնակցի, կզոհաբերեն, բայց գոնե ավելի հեշտ կապրեն։ Շատ լավ։ Հիվանդը գալիս է ձեզ մոտ զգայուն եւ շատ-շատերի դեպքերում էլ գերզգայուն վիճակով եւ պետք է ճիշտ կառուցել դեպի իրեն ճանապարհը, ստեղծել փոխվստահելի հարաբերություններ։ Դա շատ կարեւոր է, չէ՞։ Դա ամենակարևորն է։ Թե հիվանդի հարազատի այդ ձեր նշած հոգեվիճակը պետք է բժիշկը կարողանա կառավարի, վստահություն ներշնչի եւ այդ հիվանդը այնքան զգայուն էակ է, ոնց որ երեխան է զգայուն, ինքը քեզ վստահում է իր կյանքը եւ եթե այդ վստահությունը իր մեջ չլինի, ինքը չի բուժվի քեզ մոտ կամ եթե նույնիսկ ինչ-ինչ պատճառով չվստահի, բայց ստիպված քեզ մոտ բուժվի, լավ չի գնալու գործը։ Այդ իսկ պատճառով տարիները բերել են նրան, որ էլի հատուկ չենք անում ինչ-որ հոգեթերապևտիկ միջոցներ չենք կիրառում։ Ուղղակի ոճը այնպես է ստացվել մեր, որ ուզած-չուզած հիվանդին նաեւ բացի վիրահատելուց բացի բուժելուց, ցավը հանելուց, նաև պետք է հոգեբանորեն բուժես իրան, վստահություն, որպեսզի ձեռք բերես տվյալ բուժառուի եւ իր բարեկամների, հարազատների մոտ։ Բժիշկ Բալայանը մեր ընտանիքի համար մեծատար հարգալից մարդ է։ Ամուսնուս մարտական ընկերն է։ Ամեն Արցախից Երևան գալուն մենք միջև բժիշկ Բալայանին չէինք տեսնում, չէինք գնում։ Դավիթ ամուսինս շատ էր սիրում հարգում դոկտոր Բալայանին։ Միշտ ասում էր ինգա, որ ինչ որ մի տեղը ցավի, անպայման դիմենք բժիշկ Բալայանին։ Ես միակ իրան եմ ասում, վստահում։ Եվ տենց էլ կա, հիմա ինքը թողել է ինձ այդքանը։ Ոգում կամանձիր, աստված ձեր հետ։ Էսակյամը։ Զորի Բալայանի դեպի։ Անպայման։ Յուրա Աստված ձեր հետ։ Գնում են տարեքը մի հատ գործողություն անեն գա։ Սա լրիվ առաջի գիտաստը, Ժաբրայիլ, Ֆիզուլի, Հադրուտ Խաշմերուկն է, ռմբակոծվում աստեղ։ Հոգատար, խելոք, որպես բժիշկ ամենից կարևորը, անշահախնդիր։ Ես եւ իմ բալիկները այս կապը միշտ պահելու ենք դոկտոր Բալայանի հետ եւ իր ընտանիքի հետ։ Եղել էր մի քանի անգամ, մարդկանց միջնորդել եմ, որ անպայման վիրահատությունը Հայկը անի, բայց իմ ընտանիքի իմ անձի համար ես Հայկին չէի դիմել երբեք։ Դեկտեմբերին առիթ եղավ, տղաս շատ բարձր ջերմությունով եւ անհասկանալի պատճառներով այդ երեխան գնալով վատանում էր։ Ով ունեմ հարազատ, դիմեցի Հայկին Բալայան, ասացի Հայկ շատ հետաքրքիր ծիծաղելի բան եղավ, զանգել եմ ասում եմ Հայկ, երեխեն սենց արդեն մի շաբաթ է տաքությունը 40 աշճանի չի իջնում, ոչ մի բան ջերմիջացնող չի եկնում, ասեց բեր, ասի երբ բերեմ Հայկ, ասեց երեք։ Այդ հենց երեք տարա Հայկի մոտ շատ մեծ արագությամբ մասնագետների խումբը հավաքվեց, թերապևտ, լոր եւ այլը, ախտորոշումը շատ արագ արեցին, դե ես բժշկությունից քիչ եմ հասկանում, ես կինոյի մարդ եմ, բայց այն սրտացավությունը, այն կազմակերպվածությունը, հա, բանը չհասավ խիրուրգիայի, բայց ասենք այդ ամբողջ բժիշկների թիմը կազմակերպել, ախտորոշումը ճիշտ անել,
Համարյա այդ օրը երեկոյան արդեն երեխուն այդ կրիզիսի մեջից հանեցին, այդ ջերմությունից հանեցին եւ ճիշտ բուժման արդյունքում մի շաբաթվա մեջ ոնց որ երեխուս տվեցին ինձ լրիվ առողջ ու իհարկե այնտեղ լիարդի հետ խնդիր էր եղել զետաներ բաներ եւ այլը շատ արագ ու շատ դիպուկ արեց որտեվ ասենք այդքան մասնագետների եւ տեղում հասկանաց որ մասնագետներին է պետք անմիջապես հավաքել գլխին որ դիագնոզը ճիշտ դրվի ախտորոշումը ճիշտ արվի չունեմ ես օրինակ շատ այդ օպերատիվությունից զարմացած էի որովհետեւ ասենք այդ բանը չկար որ վայ մի հատ էս փորձենք վայ մի հատ շատ արագ դիպուկ անալիզները SSS անալիզները SSS կատեն SSS հատվածները իրիկունը արդեն երեխեն գույնը եկավ տեղը այդ իմ կարծիքով Հայկի այդ փորձը այդ ճիշտ արագ կազմակերպելը իր այդ պատերազմի ճանապարհն է, որովհետև պատերազմի դաշտում դու ժամանակ չունես այդ նվնվալու, չգիտեմ ինչ անի, պիտի շատ արագ որոշում կայացնես։ Իսկ իր մոտ այդ արագ ու ճիշտ որոշում կայացնելը ստացվում է։ Որովհետև ինքը ներքին, ինքը ողնաշար ունի եւ ինքը իր կայացած որոշման համար պատասխանատվություն է կրում։ Այդ տղամարդու համար, առավել եւս բժշկի համար կարծում եմ շատ կարեւոր եւ շատ անհրաժեշտ բնավորության գիծան։ Ամենաբարդ որոշումները, որ կայացրել եք վիրահատարանում եւ ղեկավարի աթոռի վրա։ Դե տարբեր են դրանք։ Վիրահատարանում ամենաբարդ որոշումը գիտեք որն է, օրինակ մի քանի օր առաջ բուժառու, որին վիրահատում ենք, որի որովայնի խոռոչում աղիքային անանցանելությունը եւ աղիքների մոտավոր 60%-ը արդեն ոչ կենսունակ են, այսինքն սևացել է, ինֆարկտ։ Եվ դու պետք է շատ արագ կողմնորոշվես, այդ ամեն ինչը պետք է մասնահատես։ Այդ ամեն ինչը մասնահատելուց գնահատում ես այս հիվանդի հետ վիրահատական վիճակը տակից դուրս գալու է, թե դուրս չի գալու։ Իսկ միգուցե մի քիչ կոնսերվատիվ որոշ դեղորայք անես կարող է վերականգնել։ Այդ ամեն ինչը րոպեների մեջ դու պետք է ամենաճիշտ տարբերակը ընտրես եւ առանց վախենալու գնաս առաջ այդ տիպի որոշումները գրեթե ամեն օր մեզ հանդիպում են, մենք կայացնում ենք, գնում ենք եւ փառք Աստծո post factum մենք ճիշտ որոշումներով ունենք արդյունքներ։ Իսկ ղեկավարի աթոռին։ Ղեկավարի աթոռին շատ հաճախ պետք է կարողանաս մարդասիրությունը, արդարությունը տարանջատես նաեւ ռեալ իրավիճակից եւ եթե գործը պիտի տուժի պետք է նժարին դնես, արդեն գործը տուժելուց նշանակում է հիվանդն էլ պետք է տուժի, միգուցե մի քիչ դաժան որոշումներ լինի, բայց շատ հաճախ դու ուզած պետք է դա կատարես։ Հետո post factum այդ նույն մարդը, որը դաժան է համարել այդ որոշումը, ինքը հասկանում է, որ ճիշտ է եղել։ Միշտ փորձը ցույց է տվել իմ, որ վերջում ավելի շնորհակալ են եղել, քան եթե դու փորձել ես ինչ-որ երկու պարանի վրա փորձել այդ հարցին կիսատ եւ տուժելու է այն մի խնդիրը եւ մյուս խնդիրը։ Այդ ժամանակ լավ չի լինի։ Կտրել է երբեմն ցավոտ է, բայց անհրաժեշտ։ Այո։ Հայկ, դուք ինչպես եք վերաբերվում այս վերջին բարեփոխումներին բժշկական ապահովագրությանը։ Շատ լավ, ասեմ ձեզ, ինքը նաեւ շատ արդարացված համակարգ է, քանի որ նախորդ տարիներին կար շատ մի մեծ զանգված մեր ազգաբնակչության, դա թոշակառու տարիքի մարդիկ են, 65-նանց, որոնց հիմնականում իրենք էին վիրահատության կարիք ունեցողները, բայց նրանք չէին օգտվում ոչ մի պետական աջակցությունից եւ այս տարվա այս ռեֆորմա, այսպես ասած, իրենց էլ է ընդգրկել, դրանով բազմաթիվ բուժառուների կյանքեր են փրկվելու, բազմաթիվ բուժառուներ իրենց կյանքի որակն են փոխելու, առանց մտածելու ֆինանսական աղբյուրի ունենալ չունենալուց, իրանք գալու են, քանի որ 0 դրամով պետպատվերի կամ ապահովագրության շրջանակներում մենք իրենց վիրահատելու ենք եւ հիվանդների քանակը այո շատացել է, դա մեզ չի ընկճում,
մենք հերթագրելով բոլորին սպասարկում ենք եւ շատ լավ են վերաբերվում, քանի որ մեր բարեկամները, քույրերը, եղբայրները, հայրենակիցները ավելի հետագայում երկար կյանք կունենան, որովհետեւ հավատացեք, շատ բուժառուներ բարձի թողի վիճակում թողնելով իրենց քրոնիկ ախտորոշումները, որոնք մի օր սրանում են, գումար չունենալու պատճառով չեն դիմել եւ շատ հիվանդներ կան, որ այո, ուղղակի շուտ են իրենց կյանքը լքել ժամանակին չվիրահատվելու կապակցությամբ, որը հիմա արդեն հասանելի է 1,600,000 մարդուց ավել մեր հայրենակիցներին։ Խնդիրներ, որ դեռ պիտի լուծեք Երևան բժշկական կենտրոնում։ Շատ խնդիրներ կան, սկսած տարբեր հատվածների վերանորոգումներից, վերջացրած եւս նոր սարքավորումներ ձեռք բերելուց, համալրվելուց էլի նոր գոլեգաներով, նոր թիմով, որը որ բոլոր բուժ հիմնարկներում շարունակական եւ արդիական մոտեցում է, այդ խնդիրները դեռ մեզ առջևում են, որը փուլ առ փուլ, ժամ առ ժամ հենց այդ գործի վրա ենք մենք։ Դուք այսօր նաև Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի ընդհանուր վիրաբուժության ամբիոնի դոցենտ եք եւ ուսուցանում եք։ Ձեզ ինչն է ավելի դուր գալիս՝ վիրահատելը, ուսուցանելը, ղեկավարելը, որ գործն եք ավելի հաճույքով անում։ Ես հաճույքով անում եմ վիրահատելը, բայց շատ հաճույքով դրանք համադրում եմ միմյանց եւ մեր աշխատանքը ուսումնական process-ում հենց դա է մեր շատ լավ ուսանողներին տանել վիրահատարան, սովորեցնել, տանել հիվանդի մոտ, սովորեցնել եւ դա զուգահեռ է արվում, այդ իսկ պատճառով նաեւ շատ սիրում եմ ուսուցանել մեր լավ սերունդին, որոնք որ իրոք մեր ապագա բժիշկներ են, արդեն 10 քանի տարի ես մեր մայր բուհի ընդհանուր վիրաբուժության ամբիոնում եմ, դասախոս, ավագ դասախոս, հիմա դոցենտ եմ եւ կան հիմա շատ կլինիկաներում կայացած լուրջ մասնագետներ, որոնք որ ձեր սաներն են։ Մեր սաներն են եղել եւ դա շատ հաճելի է։ Եվ կարող է մի անգամ մտնես մի կլինիկա այնպիսի մի ֆրազ ինքը հիշեցնի քո տարիներ առաջ իրեն սովորեցրած ասած, որ ես ինքս մոռացել եմ դա եւ ինձ շատ ուժ է տվել մոտորերի համար հենց իմ ասած ֆրազը իրեն մի քանի տարի առաջ։ Եվ մեծ հաճույքով համար ամենակարևորը նաեւ իր սանի հաջողությունն է։ Այո, իհարկե, շատ կարևոր է եւ շատ մեծ հաճույքով ես դա անում եմ։ Իսկ դուք ինչ խորհուրդ կտաք այն երիտասարդ բժիշկներին, որոնք ուզում են արագ հաջողել։ Խորհուրդ կտամ շատ չվրազեն։ Խորհուրդ կտամ ամեն օր փութաջանորեն առանց ֆինանսական ակնկալիքների իրենց երիտասարդ տարիները օգտագործեն իրենց պրակտիկ հմտությունները առաջ տանելու համար, այլ ոչ թե միայն ֆինանսական մասի ուղղվածությամբ մտածեն, կդառնան շատ լավ մասնագետներ։ Դուք հաջողության բավականին լավ ճանապարհ եք անցել, այ հետաքրքիր է այդ ճանապարհին ինչը երբեք չեք զոհաբերել հաջողության համար։ Երբեք չեմ զոհաբերել եւ չեմ զոհաբերի արժանապատվությունը, չեմ զոհաբերի իմ ընկերական շրջապատը, չեմ զոհաբերի հայրենիքի պետության, եկեղեցու կարևորությունն ու արժեքները, այդ դրանք չեմ զոհաբերի։ Այն զգացումը, որով դուք ապրում եք ամեն օր։ Աստծուց շնորհակալ լինելն է անընդհատ ամեն օր եւ մեծ եւ փոքր եւ նույնիսկ մանր, որ մեզ թվում է դա մանր է, բայց հետագայում շատ իրավիճակներում դու այդ մանրը կերազեիր, որ լիներ, այդ շնորհակալության զգացումն է։ Հայկ ջան, ես հրաժեշտին ձեզ մարաշի շքեղ տուփն եմ հանձնում։ Շնորհակալություն եմ հայտնում այս հանդիպման համար եւ իհարկե հրաժեշտի ամենավերջին հարցը, ինչ ուղերձ կցանկանայիք փոխանցել այն մարդկանց, ովքեր գալու են եւ ձեզ են վստահելու իրենց առողջությունը։ Խնդրում եմ հարգելի բուժառուներ, շատ ուշացած մի եկեք։ Եթե կա խնդիրը, դուք գիտեք, առավել եւս շատ բուժառուներ ինձ մոտ գալիս են, մինչև այդ տեսնում եմ, խոսում ենք, ասում եմ, հետո գնում են, մի քիչ ու ավելի ուշ վերադառնում գալիս են, այդ չլինի, ժամանակին գան եւ հանգիստ լինեն, որ իրենք ապահով ձեռքերում են լինելու, հանգիստ խղճով թող գան, ամեն ինչ լավ է լինելու։